Նա աշխատել է բոլորի օրոք։ Լենինի, Ստալինի, Տրոցկու, Խրուշչովի և նրանցից բոլորից էլ երկար է ապրել։ Ոմանք նրան հայրենասեր չէին համարում։ Շատերի համար նա խորհրդային բռնաճնշումների մարմնացումն էր, իսկ ոմանց համար էլ ուժեղ կայսրության խորհրդանիշներից մեկը։ Մարդ, ով լուծել է սնունդի խնդիրը Խորհրդային Միությունում և կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Սակայն այս պարզունակ մոտեցումների ետևում թաքնված է շատ ավելի բարդ և միևնույն ժամանակ օրինակելի կերպար։ Ո՞վ է Անաստաս Միկոյանը։ Ովքեր են Միկոյանները։ Մեզ հայերիս համար, նախկին ԽՍՀՄ ժողովուրդների համար ու թերևս ամբողջ աշխարհի համար։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր կխոսենք Անաստաս Միկոյանի մասին։ Մարդ, ում նկատմամբ մեր հայերիս վերաբերմունքը խիստ տարբեր է, երբեմն նույնիսկ շատ հակասական։ Ո՞վ էր նա։ Խորհրդային Միությունում բարձրաստիճան կոմունիստական կուսակցության պաշտոնյա, թե հմուտ բանակցող և դիվանագետ։ Մի բան ակնհայտ է. նա հայ էր և Խորհրդային Միության բարձրագույն իշխանության առանցքային դերակատարներից մեկը։ Բաժանորդագրվեք ալիքին, տարածեք թողարկումները, նպաստելով կարևոր բովանդակության տարածմանը։ Իսկ մենք սկսենք։ Սանահինը Դեբեդի կիրճի եզրին գտնվող բազալտե լաբիրինթոս է, որտեղ 10-րդ դարից ի վեր հայկական ճարտարապետությունը միաձուլվել է գիտությանը։ Այս պատերի ներսում գործել է ակադեմիան, իսկ հսկայական գրապահոցի խոր քարե խորշերում վանականները թաքցրել են ձեռագրերը, փրկելով դրանք սելջուկներից ու մոնղոլներից։ Այստեղ ճարտարապետները գործել են սառը հաշվարկով, որպեսզի վանքը չփլուզվի երկրաշարժից, այն վերածել են սեյսմակայուն ամրոցի, որի պատերին սակայն փակցված էին անգին գործերը, այն դարձնելով նաև յուրատեսակ պատկերասրահ։ Ներսում Զաքարյան իշխանների տապանաքարերի և գմբեթի պատուհաններից թափանցող լույսերի շողերի ներքո դեռևս զգացվում է միջնադարյան համալսարանի ոգին, որը մնացել է կանգուն ի հեճուկս ասպատակությունների ու ժամանակի։ Հենց այս գեղատեսիլ վայրում, Սանահինում է ծնվել Անաստաս Միկոյանը։ Սանահին գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիսում, լեռնային շրջանի գեղատեսիլ, բայց դժվարամատչելի կիրճում։ Գյուղի վերին հատվածում տարածվում են մշակելի սարահարթեր, որոնց ետևում վեր են խոյանում անտառապատ սարեր ու լայնարձակ ալպիական արոտավայրեր։ Չնայած բնական հարստությանը, գյուղն աղքատիկ էր, փոքր տներով և չափազանց համեստ կենսապայմաններով։ Այդ վայրում և հենց այդ միջավայրում է ձևավորվել խորհրդային քաղաքականության ապագա լեգենդ Անաստաս Միկոյանի վաղ տարիների աշխարհայացքը։ 20-րդ դարի սկզբին Թիֆլիսը ձգողության կենտրոնն էր ողջ Կովկասի բնակչության համար, հույսի նոր հանգրվան հազարավոր անապահով ընտանիքների համար։ Հայերի համար Թիֆլիսը յուրահատուկ նշանակություն ուներ։ Քուրգետի ափին գտնվող այդ գեղեցիկ քաղաքը մի քանի դար շարունակ եղել է հայկական մշակույթի ու կրթության կենտրոնը, իսկ Ներսիսյան դպրոցը հայ ծնողների երազանքն էր։ Այն վայր էր, որտեղ սերնդեսերունդ կերտվել են հայեր, ովքեր աչքի են ընկել ամենատարբեր ոլորտներում։ Գիտության այս տաճարը պահպանում էին հայր բարերարները, որոնցից էր նաև Ալեքսանդր Մանթաշյանցը։ Եվ այսպես, Անաստասը, ով ծագումով Սանահին գյուղից էր, հայտնվում է Թիֆլիսում, Կովկասի սրտում, Ներսիսյան դպրոցում։ Սա խոսում է այն մասին, որ Անաստասի ընտանիքը, ինչպես շատ այլ հայ ընտանիքներ, ամեն ինչ անում էին, որպեսզի իրենց զավակները ստանան այդ ժամանակի լավագույն կրթությունը։ Եվ այսպես, 1906 թվականի աշնանը Անաստասը հայտնվեց մի նոր աշխարհում, մի աշխույժ քաղաքում, որը էականորեն տարբերվում էր հազարամյա խաղաղ Սանահինից։ Նա բնակություն հաստատեց հարազատների մոտ, բայց որևիցե կերպ չհարմարվեց նոր իրականությանը, որտեղ շարունակ բախվում էր ծաղրի և հայտնվում կոնֆլիկտների մեջ։ Նա շատ էր ցանկանում վերադառնալ հայրենի տուն, բայց այլևս ետդարձի ճանապարհ չկար։ Միկոյանն ապրում էր մոր ազգականներից մեկի, Վիրջինիա Թումանյանի հետ։ Ի դեպ, հենց այս տանն էլ նա հանդիպում է իր ապագա կնոջը, Աշխենին։ 2 տարվա ընթացքում տղան կարողանում է հաղթահարել իր դժվարությունները, սկսում է լավ սովորել և հարմարվում քաղաքային կյանքին։
Նա արագ սկսում է տիրապետել ոչ միայն իր մայրենի լեզվին, հայերենին, այլև ռուսերենին։ Պատանեկության տարիներին նա յուրացնում է նաև խոսակցական վրացերենն ու գերմաներենը։ 16 տարեկանում Միկոյանը տիրապետում էր 4 լեզվի։ Լեզուների, հատկապես ռուսերենի և գերմաներենի իմացությունը թույլ տվեցին նրան վաղ տարիքում ծանոթանալ փիլիսոփայության և տնտեսագիտության դասականներին։ Միկոյանը սիրում էր կարդալ և շատ էր կարդում, իսկ նշումներն անում էր իր մայրենի հայերենով։ Երիտասարդության տարիներին Անաստաս Միկոյանը տարված էր իր հայրենակցի և ազգականի հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գործերով, ում հետ ճակատագրի բերումով պետք է անձամբ ծանոթանար հետագայում։ Թումանյանի տողերում նա ճանաչեց Լոռվա լեռների ծանոթ ուրվագծերը, ծանոթ մարդկանց բնավորությունները և մանկության նրբերանգները։ Թումանյանի լեզուն գրեթե որպես կենդանի խոսք էր հնչում։ Այս գրականությունը նրան մերձեցրեց տանը, հողին, ակունքներին, որոնցից էլ ձևավորվել էր նրա աշխարհայացքը։ 1907 թվականի հունիսին Թիֆլիսում լարված իրավիճակ էր։ Քաղաքը թնդում էր գանձարանի կարգի հանդուգն կողոպուտի մասին լուրերից։ Իրադարձություն, որն անմիջապես լեգենդ դարձավ հեղափոխական ընդհատակյա շրջանակներում։ Դրա գլխավոր հերոսը Կամոն էր, Սիմոն Տեր-Պետրոսյանը, մարդ, որի անունն արտաբերում էին կամ հիացմունքով, կամ վրդովմունքով։ Գաղափարական և համարձակ հեղափոխականների համար խոչընդոտ չէին ոչ ոստիկանությունը, ոչ հսկող բանկերը և ոչ էլ բանտը։ Այս ամենը չէր կարող չզարմացնել և չհետաքրքրել երիտասարդներին, որոնցից շատերը ուշադրությամբ հետևում էին լուրերին։ Այս ամենը տեղի էր ունենում աղմկոտ Թիֆլիսում։ Ճիշտ է 1909 թվականին նա ժամանակավորապես լքում է Թիֆլիսը, նրան ուղարկում են Վոլոգդայի մարզ որպես վտանգավոր հեղափոխական։ Անաստաս Միկոյանը գործում էր այդ նույն վայրում և միջավայրում, որտեղ գործում էին Կոբան և Կամոն, սակայն տարբերությունը այն էր, որ եթե Կոբայի և Կամոյի անունները այդ ժամանակ թնդում էին, ապա Անաստաս Միկոյանը դեռ նոր էր ձևավորվում որպես գործիչ։ Նրանց ճանապարհները դեռ չէին հատվել, բայց նրանք արդեն շարժվում էին նույն ուղղությամբ։ Ապագա առաջնորդները քայլում էին նույն պատմական ճանապարհով, բայց միմյանցից առանձին, պայմանավորված տարիքով և հանգամանքներով։ Նրանք հանդիպում են ավելի ուշ Մոսկվայում, այլ դարաշրջանում և բոլորովին այլ իրավիճակներում։ Անաստաս Միկոյանը, ով այդ ժամանակ Ներսիսյան ճեմարանի ուսանող էր, ստեղծում է իր սեփական մարքսիստական խմբակը և դառնում դրա ոչ ֆորմալ առաջնորդը։ Հենց այդ տարիների ընթացքում է ձևավորվում նրա գաղափարական և ինտելեկտուալ հենքը։ 1914 թվականին բոլորին ծանոթ աշխարհը փլուզվեց։ Սկսվեց առաջին աշխարհամարտը։ Պատերազմ, որը ընդմիշտ փոխելու էր ինչպես Եվրոպայի և Ռուսաստանի, այնպես էլ հայ ժողովրդի ճակատագիրը։ Այս իրավիճակում 18-ամյա Անաստաս Միկոյանը անտարբեր չմնաց։ 1914 թվականին նա անդամագրվում է հայ կամավորական ջոկատին և մեկնում պատերազմ։ Սա բնականաբար իր անձնական և հստակ որոշումն էր ի պատասխան սեփական ժողովրդին սպառնացող բազմաթիվ վտանգների։ Նա հայտնվեց լեգենդար Անդրանիկի ջոկատում, մի գործիչ, որը դեռ կենդանության օրոք դարձավ դիմադրության և հայրենասիրության խորհրդանիշը։ Նրա հրամանատարության ներքո ծառայությունը դարձավ խիստ կարգապահության և պատասխանատվության դպրոց։ Առաջին պատերազմի փորձը, որը հյուծիչ, դժվար և նույնիսկ անշնորհակալ էր, հավերժ կմնա նրա հիշողությունում։ Այդ տպավորությունները ձևավորում են մարդուն և ուղեկցում ողջ կյանքի ընթացքում։ Հատկանշական է, որ Միկոյանը եզակի դեմք էր ապագա խորհրդային պետության առաջնորդների շարքում։ Ոչ Լենինը, ոչ Ստալինը, ոչ Վորոշիլովը, ոչ էլ Տրոցկին առաջին համաշխարհային պատերազմին չեն մասնակցել։ Միկոյանը մասնակցել էր պատերազմին, տեսնելով պատերազմը սեփական աչքերով։ Այս փաստը հիմնովին տարբերում էր նրան մյուս դերակատարներից։ Նոյեմբերին 19-ամյա Անաստաս Միկոյանին գնացքով տեղափոխում են ջուղաքաղաք։ Այնտեղ նորակոչիկներին արագացված կերպով սովորեցնում են հրացան կիրառելու կանոններին և ուղարկում Պարսկաստան, Խոյ քաղաք, վայր, որտեղ պատերազմը ոչ թե վերացական հասկացություն էր,
այլ առօրյա իրականություն։ Նրան ամենաշատը ճնշում էր դաշյունով մարտի բռնվելու միտքը։ Սուրը ձեռքին մարտի գնալը ամենադժվար բանն էր։ Միկոյանը հետագայում խոստովանել է, որ մոտ հեռավորությունից մեկ ուրիշի մարմնի մեջ դաշույն խրելու միտքը ներքին դիմադրություն էր առաջացնում, որին նա պատրաստ չէր։ Ատրճանակը թեկուզ պատրանքային, բայց գոնե հեռավորության զգացողություն էր տալիս։ Ջոկատն ամբողջ ձմեռ շարժվում էր դեպի արևմուտք, դեպի Վան, պատմական Հայաստանի կարևոր կենտրոնը։ Գիշեր ու ցերեկ սաստիկ ցուրտ, անանցանելի տեղանք եւ կրակոցներ։ Բարձր լեռնանցքներից թափանցող քամին սառեցնում էր նրանց մատերն ու դեմքերը, իսկ ծնկները թուլանում էին հոգնածությունից եւ անընդհատ երթից։ Զոհերի ու վիրավորների թիվը օրեցօր աճում էր։ Մարտի վերջին, երբ ջոկատը մոտենում էր Վանին, 19-ամյա Միկոյանը լքեց շարքերը։ Նա ծանր հիվանդացավ մալարիայով։ Հիվանդություն, որն ուղեկցվում էր բարձր ջերմությամբ, թուլացնող տենդով եւ նյարդային համակարգի վնասումով, որը հաճախ մահացու ելքի էր հանգեցնում։ Ապրիլի սկզբին Միկոյանին ուղարկում են թիկունք։ Նրա բաժին պատերազմը այդքանով ավարտվում է։ Առջևում նրան սպասում էր եւս 2 պատերազմ, սակայն ամբողջությամբ այլ կերպ։ Ճանապարհը դեպի թիկունք տևեց գրեթե 2 շաբաթ։ Թուլացած, տենդից դողացող վարակիչ հիվանդին նախ տեղափոխեցին ձիաքարշով, ապա երկաթուղիով դեպի Երևան, իսկ այնտեղից Թիֆլիս զինվորական հոսպիտալ։ Այսպես ավարտվեց Անաստաս Միկոյանի առաջին մարտական ուղին։ 1915 թվականի մայիսին Անաստաս Միկոյանը գտնվում էր Թիֆլիսի ռազմական հոսպիտալի վարակիչ հիվանդությունների բաժանմունքում։ Միկոյանը զարմանալի համառությամբ օրեցօր վերականգնվում էր։ Թիֆլիսն ապրում էր ռազմի դաշտից ստացվող հաղորդագրություններով։ Փախստականներից ծանր լուրեր էին հասնում Օսմանյան կայսրությունում հայերի ողբերգական վիճակի մասին պատմություններով։ Մարդիկ տեղեկանում էին այրված գյուղերի, թաղամասերի, միմյանց աչքի առաջ մահապատժի ենթարկված ընտանիքների եւ հայ ազնվականության ձերբակալությունների ու սպանությունների մասին։ Թիֆլիսի փողոցները լցված էին լարվածությամբ։ Յուրաքանչյուր հայացք լի էր տագնապով։ Յուրաքանչյուր զրույց աղետի կանխազգացումով։ Դուրս գրվելուց հետո Միկոյանը մեկնում է Սանահին ապաքինվելու։ Այնտեղ հարազատ հարկի տակ եւ գյուղական հանգիստ միջավայրում նա աստիճանաբար վերականգնեց իր առողջությունը, բայց ողբերգական լուրերը նրան հանգիստ չէին տալիս։ Նա Թիֆլիս վերադարձավ միայն օգոստոսին, մի քաղաք, որը դեռ լի էր սաստիկ վախով ու լարվածությամբ։ Հիասթափությունը կայսրության քաղաքականությունից, փոփոխությունների պահանջը, ինչպես նաև երիտասարդ եւ համարձակ բոլշևիկների համբավը դարձան պատճառը, որ 1915 թվականին Անաստաս Միկոյանը անդամակցեց բոլշևիկյան կուսակցությանը։ Այդ պահից սկսած իր համար առաքելություն դարձած ճանապարհը դարձավ Միկոյանի կյանքի անբաժանելի մասը։ Հաջորդ տարվա ընթացքում Անաստաս Միկոյանը քրտնաջան սովորեց, փորձելով լրացնել պատերազմի եւ հիվանդության ժամանակ բաց թողնվածը։ 1916 թվականի հունիսին նա հաջողությամբ հանձնեց Ներսիսյան ճեմարանի ավարտական քննությունները։ Սակայն աշխարհը արագորեն փոխվում էր։ Պատերազմը դեռ չէր ավարտվել, եւ Միկոյանը որպես զինապարտ կարող էր ամեն պահի զորակոչվել։ Նրա ավագ եղբայրը Երվանդը արդեն մեկնել էր ռազմաճակատ, իսկ Անաստասն այլևս չէր ուզում հրացան վերցնել հանուն կայսրության շահերի։ Զորակոչից խուսափելու օրինական միջոց կար։ Շարունակել ուսումը Էջմիածնի հոգևոր ճեմարանում։ Այնտեղ ընդունվում էին առանց քննությունների, իսկ ուսուցումն անվճար էր եւ գիշերօթիկ։ Դա նրա համար ոչ թե հոգևոր ուղի սկսելու փորձ էր, այլ ռացիոնալ ընտրություն, որի միջոցով նա կարողացավ խուսափել զինվորական ծառայությունից։ 1916 թվականի սեպտեմբերի 18-ին Միկոյանը ընդունվեց ճեմարան, սակայն նրա ուսումը տևեց մինչև 1917 թվականի փետրվարը։ Մի օր ուսանողներին տեղեկացնում են պատարագի մասին, որը պետք է մատուցեր Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Բոլոր ուսանողները պարտավոր էին մասնակցել։ Արարողության ժամանակ ցախակողմյան հայացքներ ունեցող կուսակցական ուսանողները նույնպես շարք էին կանգնել։ Նրանք խոնարհվեցին կաթողիկոսին մոտենալիս, բայց հրաժարվեցին համբուրել նրա աջը, այդ մասին նախապես պայմանավորված լինելով միմյանց հետ։ Այս միջադեպը իրարանցում առաջացրեց ճեմարանում,
սակայն միջադեպը ի վերջո հնարավոր եղավ հանգուցալուծել։ Շատ տարիներ անց Անաստաս Միկոյանը կրկին հանդիպում է կաթողիկոսին, այս անգամ արդեն Վազգեն առաջինին։ Վազգեն առաջինի մասին մեր թողարկումը նույնպես կարող եք դիտել մեր ալիքում։ Միկոյանը հանրապետության ղեկավարների հետ միասին մոտենում է նրան, ողջունում եւ կատակելով ասում, որ ունի մեծ մեղքի զգացում հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, քանի որ չի կարողացել արդարացնել նրա սպասումները եւ իր ուսման վրա ծախսված այդ հսկայական ժամանակը, եւ իրեն համեմատում խոտան արտադրանքի հետ։ Վազգեն առաջին վեհապառը պատասխանում է հումորով եւ ջերմությամբ եւ վստահեցնում է նրան, որ ընդհակառակը նա չափազանց ուրախ է ճեմարանի բոլոր շրջանավարտներով եւ շատ կցանկանար եւ նաեւ շատ ուրախ կլիներ, որ այդպիսի խոտան արտադրանքներ շատ լինեին։ 1917 թվականի փետրվարը ամեն ինչ փոխեց։ Հեղափոխություն, որը փոխեց աշխարհը։ Մարտի 2-ին Նիկոլայ II-ը հրաժարվեց գահից եւ իշխանությունն անցավ ժամանակավոր կառավարությանը։ Այդ ժամանակ Միկոյանը խնդրեց ճեմարանում ժամանակավոր բաց թողնել իրեն, խոստանալով քննությունները հանձնել ավելի ուշ։ Կարևորը զորակոչից տարեկետումը պահպանելն էր։ Նա ստացավ այդ համաձայնությունը։ Թիֆլիսում Անաստաս Միկոյանը անմիջապես ընկմվեց քաղաքական պայքարի թոհուբոհում։ Մարտին Անդրկովկասի բոլշևիկները մոտ 250 մարդ առաջին անգամ օրինական կերպով հավաքվեցին Զուբալովի ժողովրդական տանը, որը կառուցվել էր նավթարդյունաբերող եւ բարերար Լև Զուբալովի միջոցներով։ 2 տասնամյակ անց Միկոյանը արդեն որպես ժողովրդական կոմիսար ապրում է Մերձ Մոսկովյան շրջանում նույն Զուբալովի նախկին կալվածքներում։ Այստեղ այս հանդիպումներից մեկի ժամանակ Միկոյանը հանդիպում է Ալեքսեյ Ճապարիձեին, բանտն ու աքսորը տեսած փորձառու բոլշևիկին, Հարավկովկասյան շարժման առաջնորդներից մեկին։ Միկոյանը հետագայում նրա ղեկավարությամբ աշխատում է Բաքվում եւ մնում նրա մտերիմ ընկերը մինչեւ ողբերգական ավարտը, Բաքվի կոմիսարների գնդակահարումը։ Բոլշևիկները չէին ճանաչում ժամանակավոր կառավարությունը եւ կոչ էին անում ստեղծել աշխատավորների եւ զինվորական падգամավորների խորհուրդներ։ Արդեն մարտի վերջին Թիֆլիսում քննարկումներ էին ընթանում Բաքվում աշխատանքը ուժեղացնելու վերաբերյալ։ Այդ ժամանակ Ստեփան Շահումյանից նամակ է ստացվում հուսալի մարդկանց ուղարկելու խնդրանքով։ Միկոյանը կամավորագրվում է։ Թիֆլիսում բոլշևիկների կարևոր կազմակերպիչներից մեկը Դանիել Շահվերդյանը ոչ միայն հավանություն է տվել նրա մեկնելուն, այլև երաշխավորագիր է տվել Շահումյանին։ Միկոյանի եւ Շահումյանի միջև թեև կարճ, բայց ամուր բարեկամական հարաբերություններ են հաստատվում, ինչը պահպանվում է մինչև Շահումյանի մահը։ Միկոյանը մինչև իր կյանքի վերջը հոգ է տանում իր ընկերոջ ընտանիքի մասին։ Այդպիսով Միկոյանը հայտնվում է Բաքվում եւ դառնում, այսպես ասած, պրոֆեսիոնալ հեղափոխական։ Բաքուն յուրահատուկ քաղաք էր, որը միջազգային նավթային կապիտալի արդյունքն էր։ Պատերազմի սկսվելուն պես նրա կարևորությունը կտրուկ աճում է։ Քաղաքը դառնում է ռազմավարական տրանսպորտային հանգույց, արդյունաբերական կենտրոն եւ փախստականների համար գրավիչ վայր։ Վլադիկովկաս տանող երկաթուղին շրջում էր ամերիկյան շոքեքարշերով, որոնք աշխատում էին չմշակված նավթով, իսկ քաղաքի փողոցները լեփլեցուն էին բազմալեզու ամբոխով, նավթահանքերի աշխատողներից մինչև պետական պաշտոնյաներ ու օտարերկրացիներ։ Միկոյանը տեղավորվեց հենց շտաբում։ Նա քնում էր սեղանի վրա, գլխի տակ դնելով թերթերի տրցակ, իսկ լույսը բացվելուն պես գնում էր աշխատանքի։ Ցերեկը խմբագրություն, երեկոյան բալախանի նավթահանքեր։ Այնտեղ նա օրական 2-3 հավաք էր անցկացնում բառակներում։ Մարդկանց հետ, ովքեր հազվադեպ էին ձեռքները թերթ վերցրել, բայց լսում էին յուրաքանչյուր նրա բառը, կլանելով ինտոնացիան, ժեստերը եւ նույնիսկ էներգիան։ Միկոյանը արագ տիրապետեց ագիտացիայի արվեստին։ Նա խոսում էր հակիրճ, ճշգրիտ եւ պատկերավոր, վարակելով ունկնդիրներին իր գաղափարներով։ Այն դառնում է նրա հրապարակային ելույթների առաջին փորձը, փորձ, որը նրան շատ պետք կգա ապագայում։
1917 թվականի սեպտեմբերին Միկոյանի ագիտացիայի արդյունքում նավթահանքերում սկսվեց լայնածավալ գործադուլ։ Ճիշտ է այդ ժամանակ նա արդեն լքել էր Բաքուն։ Հյուսվածությունն ու կիսաքաղցած կյանքը քայքայել էին նրա առողջությունը։ Շահումյանի պնդմամբ նա վերադարձավ տուն, Սանահին։ Վերջապես կարողացավ վերականգնել ուժերը, որտեղ էլ առաջին անգամ ծնողներին խոստովանեց, որ դարձել է հեղափոխական։ Նրա հայրենի Սանահինը դարձավ այն վայրը, որտեղ երիտասարդ Անաստասը կարելի ասել երկրորդ անգամ վերածնվեց։ Սանահինից հետո Միկոյանի հեղափոխական կարիերան սկսեց արագ զարգանալ։ Հայ կոմունիստի տաղանն ու աշխատասիրությունը սկսեց նկատվել։ Վերադառնալով Թիֆլիս, նա դարձավ Լենինյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի քարտուղար։ Այնտեղ էլ նա ականատես եղավ հոկտեմբերյան հեղափոխությանը, իր բոլոր հախուռն եւ անկանխատեսելի դրսեւորումներով։ Սկսվեցին ձերբակալություններ, խմբագիրների խուզարկություններ եւ ընդհատակյա գործունեություն։ Շահումյանը խորհուրդ տվեց բոլորին տեղափոխվել Բաքու։ Թիֆլիսը կորսված էր։ Միկոյանը ընտրության առաջ էր կանգնած։ Նա կարող էր մնալ Աշխեն Թումանյանի հետ։ Տուն, որտեղ նրան սիրում էին եւ որտեղ միշտ կարող էր ապաստան գտնել ու խաղաղ ապրել։ Բայց նա մեկնեց Բաքու։ Նա ընտրեց անորոշությունը, ռիսկը եւ պայքարը։ Նոյեմբերի վերջին նա նստեց գնաց եւ հեռացավ, գրեթե հրաշքով հասնելով քաղաք, քանի որ օրեր անց երկաթուղին ընդհանրապես դադարեց գործել։ Արշևում Բաքվի իրադարձություններն էին՝ կրակոցներ, արյունահեղություն եւ հեղափոխության նոր, շատ ավելի դաժան փուլ։ Եվ այնուամենայնիվ, տասնամյակներ շարունակ նրա կողքին մնում է Աշխենը, միակ մարդը, ում նա անվերապահորեն վստահում էր։ 1918 թվականին Բաքուն Ստեփան Շահումյանի գլխավորությամբ վերահսկվում էր բոլշևիկների կողմից, որոնք ազգայնացնում էին հողերը, բանկերը եւ նավթարդյունաբերությունը։ Նրանք մեկուսացվեցին եւ Կովկասյան բանակի կազմաքանդումից հետո հայտնվեցին թուրքական առաջխաղացման սպառնալիքի առջև։ Շուտով բոլշևիկները կորցնում են իշխանությունը նաեւ Բաքվում, քանի որ քաղաք են մտնում թե բրիտանացիները եւ թե թուրքերը։ Շահումյանը սպանվում է։ Բաքվի 26 կոմիսարների եւ նրանց առաջնորդ Շահումյանի մահապատիժը խորհրդանշում է Բաքվի կոմունայի պարտությունը եւ հարավային Կովկասում քաղաքացիական պատերազմի ողջ դաժանությունը։ Անաստաս Միկոյանը իր ողջ կյանքի ընթացքում պահպանել է սերտ հարաբերությունները Ստեփան Շահումյանի ընտանիքի հետ։ Նա անձնական պատասխանատվություն էր կրում կնոջ եւ որդիների նկատմամբ։ Նա ամեն կերպ աջակցում էր նրանց թե ֆինանսապես եւ թե բարոյապես նրանց ողջ կյանքի ընթացքում։ Այս փաստը Միկոյանի կենսագրության օրինակելի կողմերից է, որը արտացոլում է նրա վերաբերմունք եւ բարձրագույն պատասխանատվությունը զոհված ընկերոջ ընտանիքի նկատմամբ։ 1919 թվականի հոկտեմբերին Կովկասի տարածաշրջանային կոմիտեն Անաստաս Միկոյանին ուղարկում է Մոսկվա, Վլադիմիր Լենինին զեկուցելու։ Լենինը լավ չէր տիրապետում Կովկասի առանձնահատկություններին եւ հիմնականում հիմնվում էր Ստալինի, Օրջոնոկիձեի եւ Ֆրունզեի կարծիքների վրա։ Նրա ռազմաքաղաքական առաջնահերթությունները խիստ պրագմատիկ էին՝ Բաքվի նավթի վերահսկողություն եւ դաշինք կամ խաղաղություն Թուրքիայի հետ։ Քաղաքացիական պատերազմի ավարտին նախաձեռնությունը վերջնականապես անցավ Կարմիր բանակին։ 1920 թվականի գարնանը Միկոյանը, որն արդեն առանցքային հեղափոխական էր, վերադարձավ Բաքու առաջխաղացող ուժերի հետ։ Բաքվից հեռանալով նա ավարտեց իր կենսագրության Կովկասյան շրջանը, ընդհատակյա պայքարի, պատերազմների եւ հեղափոխական պայքարի տարիները, եւ մտավ իր կյանքի նոր փուլ, լիովին կապելով իր ճակատագիրը բոլշևիկյան կուսակցության եւ նրա երկիրը վերակազմակերպելու հսկայական նախագծի հետ։ «1920 թվականի վերջին Անաստաս Միկոյանը հաստատվում է Նիժնի Նովգորոդ քաղաքում։ Նրան տրամադրվում է սենյակ նախկին նահանգապետի տանը, որը այդ ժամանակ վերածվել էր կոմունալ բնակարանի։
Շուտով նրան է միանում նրա հավատարիմ կողակիցը Աշխեն Թումանյանը։ 1922 թվականի սկզբին Անաստաս Միկոյանը դեռևս ապրում էր սովորական հեղափոխականի կյանքով, հյուծված եւ ուժասպառ։ Այդ դժվար կյանքի հետևանքը դարձավ նրա ծանր հիվանդությունը, որը գրեթե տուբերկուլյոզի էր վերաճել։ Սակայն հենց այդ պահին նրա կյանքը սկսեց կտրուկ փոխվել։ Առաջին շրջադարձային պահը տեղի ունեցավ Մոսկվայում։ Այստեղ Միկոյանը դարձավ վստահելի կապող օղակ կենտրոնի եւ շրջանների միջև։ Լենինի հրահանգով նրան ուղարկում են Սիբիր, ներկուսակցական խնդիրներով եւ առաջադրանքներով։ Նա պետք է ճշգրտեր առաջիկա համագումարի պատվիրակների կազմը եւ չեզոքացներ նախկին տրոցկիստների ազդեցությունը։ Այդպես փորձում էին նաև նրա քաղաքական հուսալիությունը, ինքնուրույնությունը եւ տեղում առանց հրահանգների գործելու կարողությունը։ Այս գործում կարևոր դեր խաղաց Իոսիֆ Ստալինը։ Նա էր բանակցում Անաստաս Միկոյանի հետ, եւ Լենինը հենց նրան էր հանձնարարել ուղղորդել երիտասարդ կուսակցականին։ Սա Անաստաս Միկոյանի առաջին շփումն էր Իոսիֆ Ստալինի հետ։ Ստալինը ուշադիր հետևում էր Միկոյանի աշխատանքին, տեղյակ էր Բաքվի իրադարձություններից եւ նրա Նիժնի Նովգորոդում ունեցած հաջողությունից։ Ստալինը սկսեց Միկոյանի հետ քննարկումներ ծավալել կադրային հարցերի շուրջ, ինչը կուսակցության իշխանության ամենազգայուն ոլորտն էր։ Այդպես առաջին անգամ Միկոյանը հայտնվեց կադրային քաղաքականության մեջ։ Հաջորդ քայլն ավելի լուրջ էր։ Ստալինը Միկոյանին առաջարկեց կենտրոնական կոմիտեի հարավ-արևելյան բյուրոյի քարտուղարի պաշտոնը։ Մի հսկայական եւ բարդ տարածաշրջան, սակայն Միկոյանը ընդդիմանում էր, վկայակոչելով իր փորձի պակասը։ Նա վախենում էր ձախողումից եւ մտահոգվում Վորոշիլովի հետ հնարավոր կոնֆլիկտից։ Այս դրվագը ինքնին կարևոր է, քանի որ այստեղ արտահայտվում է այն փաստը, որ Անաստաս Միկոյանը այնպիսի հարաբերությունների մեջ էր գտնվում Իոսիֆ Ստալինի հետ, որ կարողանում էր նաև ընդդիմանալ եւ չհամաձայնել։ Սակայն որոշումը արդեն կայացված էր։ Ստալինը կարողացավ համոզել եւ պնդել եւ հասավ Միկոյանի համաձայնությանը։ Այսպես ավարտվեց Միկոյանի կյանքի անցումային փուլը։ Ստալինը անձամբ էր առաջադրում նրան առանցքային պաշտոնների համար։ Այդ պայծ սկսած Միկոյանը այլևս կենտրոնի հրամանները պարզապես կատարող չէր, այլ ինքը դառնում էր յուրատեսակ կենտրոն։ Հորմայից հետո 1918 թվականին մոր եւ կրտսեր եղբոր խնամքը ընկնում է ավագ որդու ուսերին։ Անաստասի համար սա մշտական ներքին լարվածության աղբյուր էր։ Մորը եւ կրտսեր եղբորը քաղաք տեղափոխելու հնարավորությունը միանգամից չընձեռնվեց։ Ծանր պայմանները եւ առաջին մի քանի տարիների անորոշությունը նրան ստիպեցին հետաձգել որոշումը։ Միայն 1923 թվականի աշնանը ընտանիքը վերջապես կարողացավ վերամիավորվել։ Հենց այստեղից է սկսվում այն մարդու պատմությունը, ով հետագայում պիտի դառնար Խորհրդային Միության խորհրդանիշներից մեկը։ Անաստասի կրտսեր եղբայր Արտյոմ Միկոյան։ Այդ ժամանակ նա պարզապես պատանի տղա էր, ով չէր տիրապետում ռուսերենին եւ որևիցե կերպ չէր կարողանում հարմարվել դպրոցական համակարգին։ Վճռորոշ շրջադարձը եղավ 1931 թվականին, երբ Արտյոմին ուղարկեցին Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիա։ Դա այն ժամանակահատվածն էր, երբ բանվորից ձևավորվում էր նոր որակի ինժեներ։ Ակադեմիան ավարտելուց հետո նրա ուղին արդեն կանխորոշված էր։ Ավիացիա, փորձարկումներ, նախագծային բյուրոներ եւ պատասխանատվություն տեխնիկայի համար, որտեղ սխալի գինը արժենում էր մարդկանց կյանքեր։ Նրա ղեկավարությամբ ծնվեցին լեգենդար MiG կործանիչները։ Ինքնաթիռն իր անունը ստացել է երկու ավիակոնստրուկտորների՝ Արտյոմ Միկոյանի եւ Միխայել Գուրիևիչի անուններից, ովքեր համարվում են ռեակտիվ ավիացիայի հիմնադիրները։ MiG կործանիչները անցել են երկար ճանապարհ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի համեստ MiG-3-ից մինչև գերձայնային ռեակտիվ ինքնաթիռ, որը խորհրդանշել է խորհրդային ավիացիան, իսկ ավելի ուշ նաև ռուսական ավիացիան։ Այս աշխատանքը նրան շատ թանկ արժեցավ։ Արտյոմի մազերը ժամանակի շուրջ ճերմակեցին եւ նա դա բացատրում էր շատ պարզ։ Ավիացիայում գրեթե յուրաքանչյուր անհաջողություն ինչ-որ մեկի կյանք էր արժենում։ Նա աղետների ու վթարների մեղքը վերագրում էր բացառապես իրեն, այն ընկալելով որպես ծանր հարված։
Այս լարվածությունը, կյանքի անընդհատ մազից կախված լինելը, ի վերջո ճակատագրական կերպով արտահայտվեց նրա առողջության վրա։ Նա մահացավ 1970 թվականին 66 տարեկան հասակում, իր մասնագիտական կյանքի ամենաբուռն և ծաղկման տարիքում։ Սակայն երկու եղբայրների հարաբերությունները զարմանալիորեն հարթ էին ու զերծ ցուցադրական մտերմությունից։ Նրանք հազվադեպ էին հանդիպում միմյանց, բայց միշտ ժամանակ էին գտնում խոսելու։ Արտյոմն իր ողջ կյանքում ոչ մի անգամ Անաստասից օգնություն կամ հովանավորություն չի խնդրել։ Միկոյանի համար ընտանիքն իր ամրոցն էր, իր թիկունքը, որտեղ նա խաղաղություն էր գտնում համաշխարհային մասշտաբի խնդիրների հորձանուտում։ 5 որդի և սիրող կին։ Հենց Աշխենն էր այն առանցքը, որը նրան պահում էր ուժեղ և կանգուն հեղափոխության, պատերազմի, կուսակցական գաղտնի ինտրիգների փոթորկուն և դաժան իրականության մեջ իրենց երջանիկ ամուսնության երկար տարիների ընթացքում։ Սակայն պատերազմը, ինչպես միլիոնավոր այլ ընտանիքների, չշրջանցեց նաև այս ընտանիքը։ Նրա 4 որդիները կամավորագրվեցին ռազմաօդային ուժերին։ Սա պայմանավորված էր ինչպես երիտասարդական պոռթկմամբ, այնպես էլ իրենց հորեղբայր ավիակոնստրուկտոր Արտյոմ Միկոյանի ազդեցությամբ։ Երկրորդ որդին՝ Վլադիմիրը, զոհվեց 1942 թվականին Ստալինգրադի մատույցներում։ Կործանիչի օդաչուն ընդամենը 18 տարեկան էր։ Պատերազմը ներթափանցել էր նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներ։ Մյուս որդիները շարունակեցին ճանապարհը իրենց սեփական հետագծով, բայց միևնույն ուղղությամբ։ Ավագ որդին՝ Ստեփանը, փորձարկող օդաչու էր, ավիացիայի գեներալ-լեյտենանտ և Խորհրդային Միության հերոս։ Ի դեպ, Անաստաս Միկոյանը նրան անվանակոչել էր իր սիրելի ընկերոջ Ստեփան Շահումյանի պատվին։ Նրա կյանքը տասնամյակներ են տեխնիկայի և մարդկային հնարավորությունների սահմաններում։ Ալեքսեյը նույնպես գեներալ-լեյտենանտ էր, հրամանատար և մարտական օդաչու։ Իսկ Վանոն պատերազմից հետո անցավ ինքնաթիռների նախագծման ոլորտ և դարձավ ՄԻԳ ընկերության գլխավոր կոնստրուկտորի տեղակալ, շարունակելով հորեղբոր գործը արդեն գծագրական տախտակի վրա։ Կրտսերը՝ Սերգոն, ընտրեց մտավորական ճակատը, պատմաբան էր, գիտական և ակադեմիական ամսագրի գլխավոր խմբագիր։ Անաստասի բոլոր զավակները ցուցաբերեցին աշխատասիրություն և բարձր արդյունքներ։ Միկոյան ընտանիքի պատմությունը ներառում է և զինվորական ու պետական ծառայությունը, և կուսակցական հայկական վերնախավի նուրբ կառուցվածքը, որտեղ անձնական կապերը հաճախ պատմական հետևանքներ են ունեցել։ Միկոյանի որդիներից մեկն ամուսնացել է Գրիգորի Հարությունյանի դստեր Նամիի հետ։ Մեր ալիքով կարող եք դիտել նաև Խորհրդային Հայաստանի այս ականավոր առաջնորդի մասին պատմող թողարկումը։ Միկոյան ընտանիքի պատմությունը մի տոհմի պատմություն է, որի համար անձնական շահը երբեք գերակա չի եղել հանրային շահից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջնագծից և կոնստրուկտորական գրասենյակներից մինչև գիտական ամսագրեր, այս ընտանիքը մշտապես ունեցել է հսկայական ներդրում երկրի զարգացման հարցում։ Եվ ամենակարևորը, այն շարունակվում է նույնիսկ այսօր, թեպետ փոխվել են ժամանակները և կառուցվածքները։ Անցել են տասնամյակներ, փոխվել են դարաշրջանները, պետություններն ու գաղափարախոսությունները։ Սակայն 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին Միկոյան ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչը առանց մեկ վայրկյան վարանելու կամավոր մեկնում է ռազմաճակատ։ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ հրետանավոր Միկոյանը զոհվում է։ Նա, ինչպես հազարավոր այլ հայրենիներ, այսօր ննջում է եռաբլուրում։ Անկասկած, այս ընտանիքի առանցքային գործիչը Անաստաս Միկոյանն էր, ֆենոմենալ քաղաքական կամքի և ստեղծագործական էներգիայի տեր մարդ։ Լինելով ծագումով լոռեցի, նա անցել է լեգենդար զորահրամանատար Անդրանիկ Օզանյանի ջոկատում սեփական ժողովրդին պաշտպանող երիտասարդ կամավորից մինչև Խորհրդային Միության արդյունաբերության ճարտարապետի ուղին։ 1930-ական թվականներին, որպես նախարար, նա բառացիորեն կառուցեց մի համակարգ, որը սնունդով ապահովեց մի հսկայական երկիր։ Միկոյանը պարզապես չներմուծեց արևմտյան տեխնոլոգիաները։ Նա ներդրեց զանգվածային արտադրության մշակույթ, հիմքը դնելով մի արդյունաբերության, որով տասնամյակներ շարունակ հպարտանում էր Խորհրդային Միությունը։
Սակայն նրա իրական մեծությունը, թեև աշխարհի համար աննկատ, սակայն դրսևորվեց ավելի ուշ 1950-ականներին համաշխարհային լարվածության ամենասուր ժամանակաշրջանում։ Գաղափարական կոմունիստ եւ պրագմատիկ դիվանագետ Անաստաս Միկոյանը դարձավ Կուբայի ճգնաժամի հանգուցալուծման կարևոր դերակատարը։ Երբ աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմի եզրին, նրա միտքն ու տոկունությունը մարդկային ձեռքը հեռու պահեցին կարմիր կոճակից։ Անհնար է դիտարկել Անաստաս Միկոյանի կերպարը նրա եղբոր, մեծ ավիակոնստրուկտոր Արտյոմ Միկոյանից անկախ, որի անունը միգ հապավումով դարձավ խորհրդային ռազմական ավիացիայի գերազանցության համաշխարհային խորհրդանիշ։ Անաստաս Միկոյանը այն քչերից մեկն է, ով իշխանությունից հեռացավ անցնելով պատվավոր թոշակի, ի տարբերություն շատ շատերի, ովքեր ենթարկվեցին մահապատժի եւ աքսորի։ 1965 թվականին նա ստիպված եղավ անցնել թոշակի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնից պայմանավորված նրա տարիքով։ Նա 70 տարեկան էր։ Միկոյան ընտանիքի պատմությունը այն բանի վկայությունն է, որ հայոց հողը եւ հայ ժողովուրդը մշտապես ծնել եւ ծնում է տարբեր ոլորտներում եւ տարբեր բնագավառներում համաշխարհային մակարդակի ականավոր գործիչներ։ Սակայն ցավոք նրանք ոչ միշտ են ծառայում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդին։ Միկոյան ընտանիքի պատմությունը նաեւ օրինակն է այն բանի, թե ինչպես գյուղում ծնված պատանին կարող էր անցնել հսկայական ճանապարհ եւ դառնալ վերազգային էլիտայի մաս։ Այսօր էլ ամբողջ աշխարհում ապրում են նմանատիպ հայեր, սակայն մենք չպետք է բավարարվենք հպարտանալով, որ նրանք ազգությամբ հայ են, այլ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրանց ներուժը ծառայի ինչպես Հայաստանի Հանրապետությանը, այնպես էլ ամբողջ հայ ազգի օգտին։ Իսկ ինչ եք կարծում, ընդհանուր առմամբ Անաստաս Միկոյանի գործունեությունը եղել է հայանպաստ, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Եղեք ոգով ուժեղ, մինչ նոր հանդիպում։